Հայաստանին տրվող բնորոշմանը թանգարան բաց երկնքի տակ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լրացում ունի։ Հայաստանը նաեւ լաբորատորիա է բաց երկնքի տակ։ Մարդկության պատմության ողջ ընթացքին վերաբերող հետքեր կարելի է գտնել։ Նոր հուշարձանների պեղումները շարունակվում են։ Հերթն արդեն դրանք զբոսաշրջությունը զարգացնելու համար ծառայեցնելունն է։ Հնագիտական հուշարձանները զբոսաշրջության կենտրոններ դարձնելու ծրագիր կա։ Պետք է ներկայացվի կառավարություն։ Ցանկացած պեղվող հուշարձան կամ պեղած հուշարձան, եթե դու նրան բարեկարգում ես, ամրակայում ես եւ այլն համապատասխան պայմաններ ես ստեղծում, ինքը բնականաբար կարող է դառնալ զբոսաշրջության կարևորագույն օբյեկտ կամ կարևոր օբյեկտ։ Այստեղ խնդիրը թե ինչքան գումար դու կարող ես դնել։ Նոր հուշարձաններ պեղելու գործում Պավել Ավետիսյանը կարևոր է համարում նաև դրանցից ստացված տեղեկությունները։ Այն կարևոր նշանակություն ունի մարդկության ձևավորման պատմության համար։ Հայ հնագիտության համար նորույթ է ԴՆԹ անալիզը, որը կիրառվում է պեղումների ծրագրում։ Այսօր տվյալ է այն տվյալը, որ տալիս է լաբորատոր անալիզի արդյունքով ենք ունենում մեր ձեռքի տակ։ Եթե չլինեն այդ անալիզները եւ լինի, ես կարծում եմ, ես մտածում եմ, ինձ թվում է եւ այլն, այդպիսի բառակապակցներով այսօր պատմություն գրել, հնագիտական հետազոտություններ անել արդեն ընդունված չէ, ոչ ոք ձեզ չի հղի։ Հայկական լեռնաշխարհում կան տարածքներ, որոնց սրբազան լանդշաֆտ են անվանում։ Այդ տարածքների կարևոր մասերից են վիշապաքարերը, որոնք տարածված են եղել միայն Հայաստանում։ Իդեպ այժմ Արագածի գագաթամերձ հատվածում գտնվող վիշապ կոթողներն են պեղվում։ Դրանք թվագրվում են Քրիստոսից առաջ 16-րդ դարի սահմանում։ Հասմիկ Օհանյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։